Պարոն Սաղաթելյան, Ռուսաստանից վերադարձած Ալեն Սիմոնյանը այսօր ակնհայտ մեղմ տոներով էր խոսում, այսպես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, ինչ է կարծում, սա ընտրությունների հետ կապ ունի, իրենք հասկացել են, որ ռազմավարական դաշնակցի, այստեղ Հարավային Կովկասում, Գիտեք, եկեք ավելի բան ասեմ, էլի առավոտից իրիկունս տեղից գոռում են, մեզ մեղադրում են հիբրիդային պատերազմի, Ռուսիա ագենտներ, չգիտեմ, ռսա ինչ են ասում, հասնում են Կրեմլի շրջակայքում, սկսում են այնտեղ կոշիկներ լիզել, ու ինչ ստեղ ասել են, ամբողջությամբ փոխել ու հակառակ ասել, ես են սրանք, այսինքն գան այստեղ խոսան, հենց Լավրովը կլինի օգտեն, տեսնել սկսել լիզել, այն որ հիշում եք մի ժամանակ ամբիոնից ասում էր լիզում են, իսկական լիզում, իրանց համար իմիջիալոց իշխանությունը պահելու համար հեչ տարբերություն չկա, Մակրոնի կոշիկները կլինի Ալիևի, Էրդողանի, թե Լավրովի, այսինքն լիզելու բանը լինի, իրանք այդ անում են իրենց իշխանությունը պահելու համար, եթե դա օգնելու է իրենց իշխանությունը պահելու, իրանք ամեն ինչի պատրաստ, հիմա այս ինչ պրոյեկտ է բանը Եկեք այս լիզելու թեման թողնենք։ Աստորեն Վենսը հայտնեց Փաշինյանին, բարեկամ կոչեց, ասեց մեր բարեկամ վարչապետը, նաև ընտրությունները հիշատակեց։ Այս աջակցությունը, որ ԱՄՆ-ից ունի, Եվրամիությունից ունի, ինչ հնարավորություններ ունի այս դեպքում ընդդիմությունը իշխանափոխություն անելու։ Գիտեք, Հայաստանում իշխանությունը ձևավորում է հայ ժողովուրդ։ Ամենակարևոր բանը չունի ժողովրդի աջակցությունը։ Հիմա պարզ է, որ Էրդողանն էլ, հիմա Ալիևը ընտրակաշառք է բաժանում, դարել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը, ցորեն, չգիտեմ, բենզին, այս առաջկայում նոր բաներ կուղարկի, այսինքն ինչ կա, այդ առևտուր չի, դա ուղիղ ընտրակաշառք է, որի դիմաց վճարելու ենք տարածքով եւ արյունով։ Այդ անելու են, բայց այդտեղ խնդիրը հետեւյալն է, մեր ժողովուրդը ընդունելու է դա թե ոչ եւ արդյոք ժողովուրդը աջակցելու է թե ոչ եթե ժողովուրդը չաջակցի ու ես կարծում չի աջակցելու ով դրսից ասում են արժևում կկնքվի Վենսը եկավ Հայաստան պայմանավորված ամենը չի ազդում ժողովրդի որոշումը դա ժողովրդին խաբելու միջոց է Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ չունի ինգիա կառավարման 8 տարիների 5 տարիները շարունակ եղել են զիջումների, կորստի ու ողբերգության տարիներ իսկ վերընտրվելուց հետո շարունակելու հանձնել երբ որ իրանցից մեկին տեսնեք խնդրում եմ ուղիղ հարցրեք այն որ ասել եք Հայաստանի տարածքում տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ խոսքը ինչի մասին է այսինքն արդյոք պատրաստում եք օրինակ Տիգրանաշենը հանձնել մարդը ուղիղ հայտարարել է չէ եթե վերընտրվեմ հանձնելու եմ Հետևաբար ինչ խաղաղության օրակարգի մասին է դա հերթական զիջումների շարունակական հանձնելու ասել են արդեն այդ մասը ու այնքան խիստ է եղել այդ պահանջը որ չեն կարողացել թաքցնել հիմա առաջիկայում կհրապարակեն սահմանադրության տեքստը կփորձեն Ալիևին վստահեցնել որ հանգիստ եղի ինչ ասել ես հետևողականորեն կատարում են ես չեմ բացառում որ պայմանագիրը ստորագրեն որ փաթաթեն հաջորդ խորհրդարանի վրա եւ ասեմ տեսեք խաղաղությանը մոտ են բայց պետք է հասկանանք Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է Սաղաթելյան եկեղեցու դեմ արշավում ակնհայտ է եւ Կիրակ Գյորգը այսպես ասած կեղծ պատարակներ ցույց տվեց որ նա հանրային աջակցություն ունի արդեն շատ գաղտնի պայմաններում է գնում որպեսզի անգամ թիմակիցները չգնան սա է ցույցիչ որ հանրային աջակցություն այս հարցում եկեղեցու դեմ հարցում չունի եւ ըստ փորձագետների ասում են եթե ինքը տապալվի այս եկեղեցու դեմ արշավում դա նաեւ ընտրական գործընթացի վրա կազմի այսինքն մեսիջ կլինի բնակչությանը որ ինքը չունի այդ աջակցությունը սա ինչպես է գիտեք այն որ եկեղեցու հարցում խոպածանր քարի է հանդիպը այդ ակնհայտ է այն որ այդ շրջիկ թափառախումբը չի կարողանում մարդ գեներացնել բացի ինչ-որ շատ նեղ քպեական շրջանակներից դա եւս ակնհայտ է, որտեղ իրոք դժվար է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարել ու հաջողել, բայց որ ինքը շարունակելու է այդ պայքարը եւ փորձելու է հատկապես Վենսի այցից հետո նոր զարգացումներ լինի այդ ուղղությամբ, դա եւս կանխատեսվող է, որ ինքը դա որքան կարողանա շարունակելու է, որովհետեւ դա Ալիևի հերթական պահանջներից մեկն է ու սա ամենևին չափազանցություն։ Այսինքն միջև Վենսի այցը իրենք փորձում էին Դե այստեղ փորձում է ծանոթ եմ, այստեղ փորձում է պատասխանատվությունը նաև ազգային ժողովի վրա դնել,
ու ՔՊ խմբակցությանը եւս ամբողջությամբ ներգրավել այս հակաօրինական պրոցեսի մեջ։ Կարող է այս հարցը Չեմ բացառում, ինչ ասես, իրենք սահմանադրական կարգ էս իմաստով վաղուց տապալել են, իրենց բոլոր գործողությունները հակաօրինական են, հետևաբար այն որ վաբանկ վիճակ է, էլի շարունակելու են ինչ կարող են այս ուղղությամբ։ Վենսի այցից առաջ իրենք փորձել են այս թեմաները Այո, որովհետև մի շարք բաներ հաշվի առնելու։ Մերսի։